Եթե անկեղծ ես այդ քննարկումներին, այդ process-ներին չեմ մասնակցել, իմ մասնակցությունը չկա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն եւ բնականաբար երկրների սուվերեն իրավունքն է եւ պաշտպանել այդ պետությունների եւ ժողովուրդների եւ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որպեսզի մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը եւ մեր պետությունը պաշտպանենք։ Այսինքն Ռուսաստանն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե Եվրամիությունն է։ Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի, ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ կլինի դա տարբեր նախկին պաշտոնյա, օլիգարխ, այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշարքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Իսկ այդ հարցում Հայաստանը ունի Եվրամիության աջակցության կարիքը այդ պայքարում։ Ես կարծում եմ, որ Եվրամիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետեւ իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար եւ ով է ասել, որ իրենք դարձել են։ Բնականաբար այդ երկրներում էլ այսօր էլ կան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում, որոնք եւ իրենց երկրից դուրս եւ իրենց երկրների ներսում Այսինքն Հայաստանին անհրաժեշտ է այդ օգնությունը եւ բոլոր իմ կարծիքով ես կրկնում եմ ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել եւ անհրաժեշտ պահի գործել հատու եւ կտրուկ եւ ժողովրդավարությունը դա նա է, երբ ժողովուրդը ընտրում է իր ուզած իշխանությանը եւ ժողովրդի ձայնը չի կեղծում եւ ժողովրդի ձայնը չի կեղծվում եւ այն ուժը, որը ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ է ստանում եւ ժողովուրդը իրապես ընտրում է այդ ուժին, ոչ չեն բաժանվում ընտրակաշարքներ, մարդկանց չեն ահաբեկում, մարդկանց չեն ցուցակագրում, մարդկանց չեն ուղարկում ընտրությունների, մարդկանց եւ տարբեր բաներ մարդկանց հետ տեղի չի ունենում, այդպիսի իրավիճակում օրինակ ժողովրդավարության այդպիսի ընտրություններն են սովորաբար բնորոշ։ Պապայան, իսկ դա չի նշանակում եւ կուսակցությունների գրանցումներ թույլ չեք տալու, այսինքն այդ գումարները տրվում են, որպեսզի դուք մոլդովական սցենար լինի։ Ես չգիտեմ դա ինչ սցենար է, չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես չգիտեմ մոլդովական Իսկ լավագույն փորձը, որ ասում եք Եվրոպան ունի լավ փորձեր, որ կարողացել է այն որ ակնհայտորեն որպես տարածաշրջան, ես կարծում եմ, եթե ոչ մեկ չի վիճի, որ մեծ հաշվով Եվրոպան որպես տարածաշրջան ամենաժողովրդավարական տարածաշրջանն է, այսինքն գլոբալ առումով ամենակիչ ընտրությունները կեղծվում են եվրոպական
տարածքում, եվրոպական միջավայրում եւ իրենք աջակցել են եւ հաջողված փորձում են։ Եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը եւ պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ եւ մեխանիզմներ, որոնք որ հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես դες մեկ օրինակ բերեմ։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, տեսեք, օրինակ ժողովրդավարությունը երբ որ չկարողացավ իրեն պահպանել, ասենք Վայմարյան հանրապետությունում, Գերմանիայում, ինչ տեղի ունեցավ, դա արդյունքում օրինակ Հիտլերը եկավ իշխանության։ Սա այնա երբ որ ժողովրդավարությունը իրեն չի կարողանում պաշտպանել, ինչեր կարող են օրինակ տեղի ունենալ։ Հետևաբար ժողովրդավարությունը ինքը Եվրոպայում էլ են սովորել, ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։ Վրաստանում օրինակ ձեր իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որի ժամանակ նախկին իշխանությունների ժամանակ աղմկում էին, ակցիաներ էին անում, իսկ ձեր դեպքում Եվրոպան կարծեք թե աչքերը փակ է, ակաժները փակ է, ոչ խոսում են, ոչ բարձրաձայնում են բռնությունների, կալանավորումների հետ կապված։ Դուք անգամ հասարակական կազմակերպություններն են հա, տեսեք, երկու տարբեր կարծիք։ Դուք ասում եք, որ եվրոպացիները աչք են փակում, իսկ դուք ասացիք, որ անգամ եվրոպական հասարակական կազմակերպությունները Եվ այսեք, հիմա արձագանքում են, թե չեն արձագանքում, սա մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք, երբ որ որևէ մարդ օրինակ, որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն, իսկ որևէ մարդու երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում, իսկ ուրեմն Իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ որ ես տեսնում եմ օրինակ հայտարարությունները եւ այլն, դրանք եւ դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը։ Ժողովրդավարականը եկեղեցուց քաղաքացու բերանը փակելով ուժային կառույցի ներկայացուցիչները դուրս հանեն։ Ես կարծում եմ ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ որ օրինակ միտեղ 1000 հոգի հավաքվում են, օրինակ մեկը չի կարող գալ եւ իր կամքը պարտադրել 1000-ին։ Ավտորիտարիզմը, կներեք, ներողություն, ավտորիտարիզմը ձեր ասածն է։ Ավտորիտարիզմը սա է, երբ որ 1000 հոգի օրինակ պատարագի են մասնակցում, մեկը գալիս է եւ իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարագը, խանգարում է մարդկանց եւ այլն։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Ցանկացած պարագայում, երբ որ օրինակ հիմա մենք օրինակ ենթադրենք ունենք մարդիկ, որոնք որ ինչ որ հանցանքների համար դատապարտված են, ասենք օրինակ մարդ սպանել։ Ինչի է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը։ Նույն բանն է, հանրության շահը։ Հիմա դուք կներեք, օրինակ կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք էլի, իր բնական կարիքները օրինակ ճանապարհի մեջտեղում հոգի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ, որ ինչն է կարևոր, մնացած 1 միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մեկի իր մտքով անցածը։ Պետությունը այդ դեպքում, կներեք, ոստիկանությունը այդ դեպքում գնում է այդ մարդուն, ասում որ դու ստես բան չես կարող ուղեկցում այնտեղ, որտեղ դրա համար նախատեսված է, մի հատ էլ տուգանում է, որովհետև չնայած այն հանգամանքին, որ այդ մարդու իրավունքները կարող է ինչ որ չափով այդ պահին, կներեք, դուք ինձ խանգարում եք, այդ մարդու որովհետև նույն բանն է տեղի ունենում։ Ինչի՞ չի հեռացում, երբ որ մեկ այլ քաղաքացի ասում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ինչի՞ չի հեռացվում այդ քաղաքացին։ Ուրեմն ես բասնակցել եմ բազմաթիվ պատարագների, հատկապես վերջին շրջանում 3 պատարագի բացակայել եմ, մնացած պատարագների մասնակցել եմ եւ լսել եմ աղմուկ միայն, ես կարևոր նաև բան կասեմ, միայն կազմակերպված մարդկանց կողմից, ավելին ասեմ,
Ուրեմն սիրելի հայրենակիցներ, խորանի կողքը սովորաբար մեր ընդդիմադիր շատ սիրելի լրագրողները գալիս են, իրենք շատ լավ գիտեն, թե երբ է լինելու աղմուկը։ Ուրեմն ինչ որ պայսից իրենք կանգնած են, ոչ մի բան չեն անում, հետո ինչ որ բայ բոլորը հանում են իրենց ուրեմն հեռախոսների տեսախցիկները միացնում են, ու այդ արդեն գիտենք, էլի շուտով սկսելու է աղմուկը։ Եվ մոտավորապես 1 րոպե հետո մի աղմուկ, եւ երբ որ այդ թամաշան ավարտվում է, մեր լրագրողները անջատում են իրենց հեռախոսները, մի մասը եւ հիմնականում պատարակը թողած գնում են։ Ահա սա է մեր, ահա այս ամեն ինչը կազմակերպված նրա համար է, որ ձեզ ցույց տան այս հիբրիդային հարձակումը դա է, այդ դրա համար է պետք բանը գիտելիքներ եւ այլն, որպիսի մենք թույլ չտանք, որպիսի որոշ լրատվամիջոցներ կարողանան ձեզ կտոր առանձին իրենց համար սարքած իրենց կողմից սարքած կտորները այնպես մատուցեն, թե ձեզ թվա թե այդտեղ մի ահասարցուկ իրավիճակ է։